Բարի երեկո հարգելի հետևորդների, եթերում պրեսինգն է։ Ես այս պահին առցանց կապով կզրուցեմ Միացյալ Նահանգներում բնակվող եւ աշխատող էպիդեմիոլոգիայի դոկտոր պրոֆեսոր Լուսինե Եղջյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Եղջյան հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն Սատիկ ջան հրավերի համար։ Ես մի քանի տողով ներկայացնեմ ձեր տպավորիչ կենսագրությունից իհարկե ահռելի քանակի գիտական աշխատանքներ եք կատարել ձեր գործունեության ընթացքում։ Մի քանի խոսքով մեր հեռուստադիտողին ներկայացնեմ ձեր կենսագրությունը։ Լուսինե Եղջյանը Երևանի Պետական Բժշկական համալսարանում է սովորել սկզբում, ապա ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Ցինցինատի համալսարանում, որին հաջորդել է 4-ամյա հետդոկտորական վերապատրաստումը չարորակ ուռուցքների կանխարգելման եւ վերահսկողության բնագավառում Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Սայթմանի քաղցկեղի կենտրոնում։ 2013 թվականից Լուսինե Եղջյանը աշխատում է Ֆլորիդայի համալսարանում որպես դասախոս եւ գիտական աշխատող, ունի 23 տարվա փորձ առողջապահության եւ քաղցկեղային հիվանդությունների էպիդեմիոլոգիա ոլորտում։ Տիկին Եղջյան, նախ ընդհանուր գծերով, ներկայացնենք հերվից ինչպես է երևում, որովհետև դուք հետևում եք որպես մասնագետ Հայաստանում հանրային առողջության վիճակը, ոլորտը ինչպիսի վիճակում է։ Շնորհակալություն Սատիկ։ Ընդհանուր առմամբ հետևելով իրավիճակին վերջի մի քանի տարվա ընթացքում, նաև ունենալով բազմաթիվ կուրսեցիներ, ովքեր աշխատում են եւ ընդհանրապես լսելով ինչ է տեղի ունենում, իհարկե գիտեի, որ որոշակի խնդիրներ գոյություն ունեն, որոշակի պատկերություն ունեի դրանց մասին, բայց առվերջերս ավելի հետևականորեն չի նայում տեսնեի ինչ է կատարվում եւ այս վերջերս է որ սկսեցի ավելի ուշադիր նայել եւ շատ մտահոգիչ էր պատկերը։ Հույսով եմ, որ այսօր կկարողանամ ներկայացնեմ ձեզ ինչ է կոնկրետ, որ ինձ անհանգստացնում է, կուզեի նախորդ ձեր ունկնդիրներից ներողություն խնդրեի, եթե թարգմանելը շատ արագ չլիներ, քանի որ վերջին 20 տարվա մեջ իմ պրոֆեսիոնալ լեզուն եղել է մեծ մասամբ անգլերենը, ուստի կարող է մի քիչ դժվարություններ լինեն։ Ընդհանուր վիճակը, ոլորտի, հատկապես ձեր մասնագիտական ոլորտի, որովհետև դուք ոչ թե էմոցիաներով եք առաջնորդվում, այլ փաստերով, նաև վիճակագրական տվյալներով, որոնք ներկայացվում են։ Ինչպիսին է պատկերը։ Շատ տխուր։ Եթե մի բառով փորձեմ դա ամփոփել, վիճակը շատ տխուր է, իրոք եւ կարող եմ նույնիսկ ասել ինչու, որովհետեւ մեծ մասամբ ուղղված են բոլոր ջանքերը վերջի этаպին բժշկության ամբողջ համակարգի վերջի этаպին, այսինքն երբ որ հիվանդը արդեն հայտնվում է հիվանդանոցում եւ օգնություն է պետք։ Իսկ ընդհանրապես ամբողջ համակարգը իր մեջ պետք է նաեւ ներառի առաջնային եւ երկրորդային կանխորոշման կանխարգելման որոնք կանխարգելման этаպները, որոնք ծայրահեղ անհրաժեշտ են։ Հնարավոր չի տեսնել ընդհանուր բնակչության առողջության լավացում առանց ջանքեր գործադրելու կանխարգելման գծով։ Եվ դա չի արվում դժբախտաբար, ես չեմ տեսնում դա արվի Հայաստանում, որոշակի բաներ արվում են երկրորդային կանխարգելման տեսակետից, բայց դրանք էլ եթե ճիշտ չարվեն, առաջացնելու են կարող են բերեն սիստեմի կոլապսի։ Եվ ես կարող եմ մի քիչ ուշ բացատրել, թե դա ինչ պատկեր է ունենալու եւ պատճառները ինչ կարող են լինել։ Դուք հատկապես խոսում եք քաղցկեղի հետ կապված տվյալների։ Այո, քաղցկեղի։ Իսկ տվյալները որքանով են արժանահավատ, Տիկին Եղջյան, մենք շատ հաճախ նույնիսկ տնտեսական վիճակագրական տվյալները ամբողջը կեղծվում են Հայաստանում։ Ինչպիսին է պատկերը առողջապահության ոլորտում, օրինակ քաղցկեղի ռեգիստր, չէ, գոյություն ունի, արդյոք պատշաճ կերպով է իրականացվում այդ տվյալները հավաքագրվում, ինչի հիման վրա ենք մենք հետևություններ անում, այդ տվյալները արժանահավատ են։ Որակապ հարց է, որովհետև այո, ամեն ինչը սկսում է արժանահավատ տվյալներ հավաքելուց։ Եթե դա չարվի պատշաճ ձևով, մնացածը հնարավոր չի հավատալ այն պատկերին, որը ստացվում է վերջնականորեն։ Դժբախտաբար, ինչքան որ ես կարողացա հետևել եւ կարդալ գիտական տպագրությունները, որ եկել են Հայաստանից վերջի մի քանի տարվա մեջ,
եւ խոսելուց նաեւ որոշ մասնագետների հետ, քանի որ ես հետաքրքրված էի նաեւ փորձել ինչ-որ բան ձեռնարկել Հայաստանում որևէ գործ անելու այդ ուղղությամբ, պատկերը այնպիսին է, որ մինչև վերջերս ընդհանրապես չի եղել կոնկրետ ռեգիստր ուռուցքաբանության գծով, որը կոնկրետ եւ ստանդարտ ձևով հավաքեր բոլոր հանրապետություն մեջ առաջացող չարորակ ուռուցքների մասին տեղեկությունները։ Այդ վերջերս, ինչքան որ հասկանում եմ, արդեն ինչ որ քայլեր արվում են այդ ուղղությամբ, ես ճիշտ ասած փորձեցի կապի մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են, ոչ մի պատասխան դեռևս չեմ ստացել իմ հարցերի վերաբերյալ, եւ նույնիսկ եթե այդ ռեգիստրը կազմակերպվի ճիշտ ձևով եւ կոնկրետ ինֆորմացիան, որը պետք է հետագայի համար սկսի հավաքվել, տարիներ են պետք, որ դա վավերացվի, որպեսզի համոզվենք, որ ինքը ճիշտ կերպով աշխատում է եւ ճիշտ ինֆորմացիա հավաքում է, եւ այդ ռեգիստրների վարելու ամենամեծ դժվարություններից նաեւ այն է, որ ակտիվ հետևել այդ հիվանդներին, այսինքն որոշ ժամանակ անց կապնվում են հիվանդների հետ, համոզվեն, որ իրանք նոր ուռուցքներ չեն ունեցել, որ իրանք որ էտապում են գտնվում եւ նաեւ մահացությունը գրանցելու համար։ Առանց այդ բոլոր քայլերը ձեռնարկելու հնարավոր չի ունենալ հստակ տվյալներ եւ ինչպես դուք նշեցիք, շատ ճիշտ ձևով առանց դրանք ունենալու արդեն հաջորդ քայլերը լինելու են ոչ ճշգրիտ։ Կներեք, իսկ Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի զեկույցները, այլ զեկույցները, որոնք նաև ներկայացվում են միջազգային կազմակերպություններին, ինչի հիման վրա են արվում, այդպես մոտավորապես, ես ուզում եմ հասկանալ։ Արվում է նրա հիման վրա, ինչ որ հավաքվում է, ինչ որ գոյություն ունի եւ այդ պատճառով է, որ պետք է մի քիչ սկեպտիկորեն մոտենալ, փորձելուց վերլուծել այդ տվյալները եւ որոշակի պնդումներ անելու հաշվով, պետք է շատ զգուշանալ եւ ընդհանրապես առողջապահության բնագավառում 100%-անոց ոչ մի պնդում անել չի կարելի, քանի որ միշտ վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնվեն ալտերնատիվ պատճառները եւ այս դեպքում երբ որ տվյալները արդեն հավաքված են ոչ ճշգրիտ ձևով, դա առանձնապես դառնում է ակտուալ եւ դժբախտաբար ունենք ինչ ունենք եւ դրա հիման պետք է այդ թվերի հետ պետք է աշխատենք հաշվի առնելով այդ անորոշությունը եւ փորձելով շտկել հնարավորին չափ։ Տիկին Եղջյան, այդ տվյալների հավաքագրման ճշգրտության բացակայությունը ինչի կարող է հանգեցնել, որովհետև ոչ միայն դա ազդում է առողջապահության վիճակագրության վրա, այլև պլանավորման ճշգրտության վրա, խոչընդոտներ է ստեղծում բժիշկների համար, գիտնականների համար, բայց մենք տեսնում ենք ինչ-որ տվյալներ են ներկայացնում, ասենք Հայաստանում քաղցկեղով հիվանդների թվի մասին կամ բան, հետևաբար այդ ամեն ինչը ընդ որում պետական բյուջեից գումարներ են հատկացնում, տպավորիչ թվեր են ներկայացնում, այսքան միլիոն դրամ, այնքան միլիոն դրամ, հետևաբար սա այս տվյալների ճշգրտության բացակայությունը ինչի կարող է հանգեցնել։ Տարբեր ելքեր կարող է լինել։ Նախ երևի ընդհանուր առմամբ կարելի է նշել այն, որ հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, որոնք ուղղակի բաց են թողնվում, պատկերը երևի թե թվերով ներկայացրած, եթե դրանք հաշվի առնվեին, ինչ որ ձևով հնարավոր լիներ այդ հավելյալ բնակչության մասին տեղեկություն ստանալ, պատկերը կլիներ ավելի վատը։ Բայց նույնիսկ հաշվի առնելով այն տվյալները, ինչ որ կան, կարելի է այս этаպին ասել, որ այո, դուք ճիշտ եք, պլանավորման համար այդ թվերը անհրաժեշտ են, որտեղ պետք է իմանալ երկու հիմնական ցուցիչ, որ օգտագործում է առողջապահության մեջ, մեկը դա հիվանդացությունն է, եւ մյուսը դա տարածվածությունը։ Դրանք հիմնական են եւ երկուսն էլ օգտագործվում է նախագուշակումներ անելու համար, թե ինչքան պացիենտ կարող է նոր հայտնվել եկող տարվա մեջ եւ դրա համաձայն դուք պետք է նաեւ հաշվարկեք այդ նոր պացիենտների համար ինչքան փող պետք է ծախսվի վիրահատությունների համար, հավելյալ տեստերի համար, արդյոք հիվանդանոցները կունենան այդ հնարավորությունը սպասարկելու այդքան հիվանդներին Եվ մյուս կողմից նույնը վերաբերվում է նաև տարածվածությանը, որովհետև պետք է իմանաք տրված տարվա մեջ, քանի հիվանդ արդեն գոյություն ունեն, իսկ քրոնիկական հիվանդությունների
դեպքում նաև չարվորակ ուռուցքների դա բոլոր այն հիվանդներն են, որոնք մինչ այդ կոնկրետ տարին արդեն անցել են որոշակի բուժում, բայց ընդմիշտ մնում են որպես պացիենտ։ Այսինքն ուռուցքաբանության մեջ այդպիսի հասկացողություն չկա, որ մարդը մեկ ընդմիշտ բուժվում է եւ վերջ, դա ինֆեկցիոն հիվանդություն չի։ Այսինքն, եթե դու մեկ ունեցել ես քաղցկեղ, դու համարվում ես միջև վերջ որպես լավացած, բայց պացիենտ։ Եվ դու պետք է ունենաս որոշակի հետազոտություններ ժամանակ առ ժամանակ, այդ խումբը նաև մնում է ավելի բարձր ռիսկի խմբի մեջ, որովհետև նրանք կարողանում են նաև ունենալ վերադարձ ուռուցքի կամ ուրիշ ուռուցքի տեսակներ, ուստի պլանավորման ժամանակ այդ ամեն ինչը պետք է նաև հաշվի առնվի։ Ուզում եի նաև ավելացնել, որ ես տեսնում եմ, որ նաև սկրինինգի ծրագրերն են ավելացում Հայաստանում, դա իր հերթին պլանավորման որոշակի խնդիրներ է առաջացնում, որովհետև սկրինինգը ընդհանրապես բերում է նրան, որ ախտորոշումով հիվանդների քանակը շատ կտրուկ եւ արագ սկսում է բարձրանալ եւ բոլոր հիվանդանոցները եւ այն հաստատությունները, որոնք պետք է հավելյալ տեստավորումը անցկացնեն կամ բուժումը անցկացնեն, պետք է պատրաստ լինեն այդպիսի քանակով հիվանդ ընդունելու։ Ուստի դա էլ պետք է հաշվի առնվի եւ պլանավորման տեսակետից եւ մարդկային ռեսուրսից եւ ընդհանրապես ի վերջո այդ սկրինինգը արդյունավետություն տալու է թե ոչ, որովհետև եթե դուք մեծ քանակով պացիենտներ, նոր պացիենտներ հայտնաբերեք, բայց չկարողանաք կազմակերպել բուժումը պատշաճ կերպով եւ ամենակարևորը շատ արագ, եթե դա չարվի, այդ դեպքում սկրինինգի ամբողջ իմաստը կորում է, որտեղ նպատակը այն է, որպեսզի շուտ այդ պացիենտներին դիագնոզել եւ շուտ բուժել։ Եթե չեք կարող դա անել, ապա չկա նպատակը կորում է, սկրինինգի ամբողջ Որում բավական նպատակը թանկ ծառայություն է դա քաղաքացու համար։ այո։ Բավական թանկարժեք ծառայություն է։ Նույնիսկ դրա տվյալների հետ չգիտի ինչպես վարվի քաղաքացին, ինչ անի։ Հետազոտվելուց հետո, ասենք սկրինինգից հետո ինչ անի, ինչպես վարվի։ Տիկին Եղջյան, տեսեք, մենք մինչ մեր զրույցը, որ որոշ հաշվետվություններ էինք նայում, զեկույցներ էինք նայում, շատ տարօրինակ էին անկեղծ ասած այդ զեկույցները, մի մասը լի էին ինչ-որ անօգուտ, անհասկանալի, անիմաստ ինչ-որ տեղեկատվությամբ, չգիտեմ, գուցե ինձ է իմ աչքով ոչ մասնագիտական, անպետք տեղեկատվությամբ, ասենք 24 թվականի ինչ-որ զեկույցում զուգարանի գտնվելու վայրի մասին է տեղեկատվություն տված, բայց օրինակ ասենք չկան 44-օրյա պատերազմի մահացությունների թվի հստակ պատկեր, COVID-ի հետ կապված, հա, տվյալներ չկան։ Ես ճիշտն ասած ոչ մասնագետ եմ, հա, ես լրագրող եմ ընդամենը, ուզում եմ հասկանալ, այս տվյալները ինչի համար է հավաքագրվել, այս անպետք տեղեկատվությունը ինչի համար է արվել եւ փոխարենը օրինակ ներառված չէ այդ զեկույցներում COVID-ի եւ 44-օրյա պատերազմի մահացությունների զոհերի դեպքերի պատկերը չկա։ Ինձ կարող եք հուշել ինչ է սա, ես մի քիչ լավ չհասկացա։ Դա պետքական ինֆորմացիա է։ Շատ լավ հարց եք բարձրացնում, ես անձամբ հետազոտելուց շատ բաներ ինձ համար բացեցի, շատ անսպասելի բաներ հայտնաբերեցի այնտեղ։ Փաստորեն արվում է դա հետևյալ ձևով, կա ստատիստիկական կենտրոն, որը զուտ հավաքագրելու եւ վիճակագրությամբ զբաղվող կենտրոն է, որը մշակում է այդ տվյալները եւ հատուսակների կամ որևէ պատկերավոր ձևով ներկայացնում է այդ իրեն զեկույցներում։ Դրա հիման վրա այնուհետև պատրաստվում են զեկույցներ, որոնց նպատակը պետք է որ լիներ ոչ միայն ներկայացնել այդ թվերը, բայց նաև տալ որոշակի բացատրություն, ինչ կարող է պատճառը լինի այս թե այն պատկերի, եւ այդ զեկույցները պետք է հիմք հանդիսանան պլանավորման համար գնահատելու որ խնդիրներն են, որ առկա են այս պահին ու կարող են ներկայացնել ամենամեծ վտանգը առողջապահության համար եւ նաեւ քննարկեն ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկվեն։ Մեծ մասամբ այդ զեկույցների մեջ դա արված չէր։ Այդ զեկույցները չունեին որոշակի կազմվածություն, ստանդարտ, որ դու կարողանայիր տարեց տարի նայել եւ քեզ անհանգստացնող ինֆորմացիան գտնել համեմատություն անելու համար,
Կային, որոնք ընդհանրապես բացակայում էին, օրինակ 2021 թվինը ուղակի սպիտակ թուղթ էր դրած, ոչ մի զեկույց չկար, մի էջանոց սպիտակ թուղթ էր, կային հարցեր, որոնք 44-օրյա պատերազմի դեպքերի այո, մասին այո, 2021 թիվը զոհերի պետք է ներկայացնել նախորդ տարվա մահացությունը, ներառյալ COVID-ը եւ ներառյալ 44 օրվա պատերազմը։ Որոշ չափով դա վիճակագրական կենտրոնի տվյալներում կար, բայց զեկույց պատրաստված, մշակված եւ քննարկված, թե ինչ է պատահել, այդ զեկույցը գոյություն չուներ այս հարթակում։ Եվ այո, դուք ճիշտ եք, կան հարցեր, որոնք նպատակ չեն հետապնդում ոչ մի իմ մասնագիտական կարծիքով, քանի որ ցանկացած անցկացվող հարցում պետք է ունենա կոնկրետ նպատակ։ Ինչի համար ես դու դա հավաքում։ Չես հավաքում ուղղակի, որ տվյալներ ունենաս եւ գեղեցիկ աղյուսակներ կազմես, այլ որպեսի ասես, սա բնութագրում է այս կոնկրետ պատճառը եւ սրա հիման վրա մենք կարող ենք ձեռնարկել հետեւյալ քայլերը։ Ձեր վերած օրինակը զուգարանի տեղակայությունը իմ համար ճիշտ ասած բացարձական հասկանալի էր, դա ընկած էր սանիտարահիգիենիկ վիճակի հարցերի շարքին էր դասված, բայց գիտեք, անմիջապես մտքով անցնում է այն, որ ինչն է ավելի կարևոր, թե գյուղում ապրող մարդու զուգարանը դրսում է գտնվում, թե ոչ, թե այն փաստը, որ դուք բերում եք երկիր աշխատող ուժ այն երկրներից, որտեղ հիգիենայի վիճակը արդեն բավական ցածր վիճակի է, այս թե այն պատճառներով եւ այլ մարդիկ պակիստանցիներ, հնդիկներ այո, եւ այլն ընդ որում աշխատում են սննդի ոլորտում, սպասարկման ոլորտում, առաքիչներ եւ այլն, հա, հասկանալի է վտանգը ու ոչ մի ոնց որ բան հետազոտություն չի արվում, ինչպես ոլորտի մասնագետներն են ասում։ Եվ ինձ կարող եմ մեկ ուրիշ օրինակ վերել, զեկույցներից մեկում նաև խոսում էր նրա մասին, կարող եմ նույնիսկ երկու օրինակ վերել, մեկը հարցնում էր նրա մասին, թե դեպրեսիայով հիվանդների քանակը, ով է դեպրեսիայով տառապում, այն մարդիկ, ովքեր 44 օրյա պատերազմի մեջ ինչ որ կորուստ են ունեցել, թե այն մարդիկ, ովքեր չեն ունեցել։ Այս հարցը նույնիսկ տալու անհրաժեշտություն չկա, դա արդեն առանցն էլ հասկանալի է, որ մարդիկ, ովքեր կորուստ ունեցել են, ավելի դժվար հոգեկան վիճակում են գտնվելու։ Ուստի ո՞րն է նպաստակը այս հարց տալու, քանի որ այդ ամեն հարցումը պահանջում է մարդկային ուժ, պահանջում է ժամանակ, ներդնում եւ դառնում է բացարձակ անիմաց։ Նույնը վերաբերվում է նաեւ այս վերջի զեկույցներից մեկում մամոգրաֆիայից օգտվող հիվանդների վերաբերյալ փորձում էր ճշտել, թե քանի հոգի է օգտվում եւ ընդհանրապես պատկերը ստանալ, բայց հարցերը տրված էին մի փոքր զանգվածի վրա 55 հոգի, ովքեր ունեցել էին մամոգրամա եւ հարցերը վերաբերվում էին ինչպես եք մուծել եւ ինչ են եղել արդյունքները։ Եթե դուք իրականում ուզում եք վիճակը լավացնել, դուք պետք է հետաքրքրված լինեք ոչ թե նրանցով, ովքեր արել են, այլ նրանցով, ովքեր չեն արել, թե ինչու չեն արել։ Ինչն է պատճառը եղել, որ իրենք չեն օգտվել այդ համակարգից, որ իրենց առողջությունը լավացնեն։ Դա պետք է լինի հիմնական թիրախը եւ ոչ թե այն մարդիկ, ովքեր առանց դրա էլ արդեն անում են այն ամեն ինչ։ Ուղղակի մի երկու օրինակ եմ ուզում բերել, որ պատկերացնի ժողովուրդը ինչպիսի абսուրդ հարցեր են որոշ տեղերում ներկա եւ ամենահիմնականը նաեւ կուզեի ուշադրությունը դարձնել նրան, որ արդեն նշեցի, որ չի երևում, որպեսզի սրանք ինչ որ ձևով մեկնաբանվեն եւ տրվեն առաջարկներ ինչպես այդ ամենը լավացնել, բայց իմ համար շոկային վիճակ էր այն, որ վերջի 2025 թվի զեկույցում ընդհանրապես ամբողջովին խառնված էին տարածվածության եւ հիվանդացության կոնցեպտները։ Ես չեմ իմանում ովքեր են գրել 5 հոգու անուն կա այդ զեկույցի վրա, ես չեմ իմանում թե ինչպես են իրենք համաձայնվել իրենց անունները տեղադրել եւ եթե նույնիսկ կարդացել են այդ զեկույցները, որովհետեւ դա այնքան հիմնական հարց է, հիմնավոր հարց է, որ ուղղակի անընդունելի էր նման սխալ անել եւ ճիշտն ասած այդ զեկույցը կարդալուց հետո որ փաստորեն պետք է հիմք հանդիսանա, որ դրանով նախարարությունը որոշի
հետագա քայլերը, որոշի ֆինանսավորումը, անմիջապես ինձ մոտ հարց ծագեց. Արդյոք Տիկին Ավանեսյանը կարդացել է այդ զեկույցը։ Այդ հիմնական փաստաթուղթը, որ պետք է իրեն պատկերացնում տար մեր այսօրվա առողջապահության վիճակի մասին։ Եթե չի կարդացել, ապա ճիշտ ասած ուղղակի թույլ չի տրվում չկարդալ նման զեկույց։ Անթույլատրելի է, այո։ Այո, եթե կարդացել է, այդ ժամանակ հարց է ծագում, ինչպես եք դուք դա ընդունել եւ արդյոք չեք նկատել այդպիսի ահռելի սխալ այդ փաստաթղթի մեջ, որը պետք է շտկվի, որովհետեւ եթե որևէ մեկը ուզի լինի դա բժշկական համակարգից թե ոչ կարդալ եւ մի բան հասկանալ, լրիվ հակառակն ենք հասկանալու։ Ես չեմ ուզում մանրամասնությունները ավելի շատ բացատրել մարդկանց, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, բայց փաստը այն է, որ դա ոչ պրոֆեսիոնալ պատրաստված փաստաթուղթ էր, որը հնարավորություն չի լինելու պատշաճ ձևով օգտագործել։ Եվ այս տիպի բաներին պետք է ուշադրություն դարձվել, ինչպես նաև այն փաստը, որ եթե ուզեք ինչ-որ համեմատություններ անել ուրիշ երկրների հետ, պատկերացում ստանալ, առաջի հերթին գնում եք միջազգային կազմակերպություններում գրանցված տվյալները, որոնք Հայաստանը տրամադրում է այդ նպատակով։ Առողջապահական այդ համաշխարհային կազմակերպությանը մասնավորապես։ Եվ դժբախտաբար վերջի տվյալները, որ կային, վերաբերվում էին 2018-19 թվականին, մի երկու հատ ընդհանուր ցուցանիշ, որ օրինակ բնակչության քանակը եւ այլն տրված էին 2023 թվի համար, բայց շատ տխուր պատկեր էր, եւ այդ ամենին պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի միանշանակ։ Նաեւ որքան հասկացա, առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները թարմացված չեն 19 թվականից ի վեր, բացառությամբ մի քանի ընդհանուր ցուցանիշների, փաստորեն բացակայում են միավի, հեպատիտ B-ի տվյալները, այլ տվյալներ եւս։ Սա էլ տարօրինակ է։ Սպառնալիքների մասին, հա, որպեսզի պարզ մեր ժողովրդին բացատրենք, թե երբ որ այս աշխատանքը չի տարվում, այս տեղեկությունները չեն հավաքվում, այս ոչ ճիշտ տեղեկություններ են արվում, ոչ պրոֆեսիոնալ զեկույցներ են ներկայացում, դա ինչ հետևանք է ունենում ոլորտի վրա, որովհետև տեսեք, քաղաքական գործիչները հիմա նույն Ավանեսյանը մի ամբողջ ամիս զբաղված էր իր քարոզարշավով, երգում պարում ավտոբուսի մեջ, չգիտեմ բան, բայց ոլորտը այս վիճակում է։ Հիմա մարդիկ տեսնում են, ասենք, հա, տպավորիչ է, ասում են, այս սրա համար այսքան միլիոն գումար ենք բյուջեից տվել, այսքան բանը ներգրավել ենք միջազգային, չգիտեմ, կազմակերպություններից, ես ինչի համար, բայց մարդը չի պատկերացնում այն անգործությունը, որը կա դրա հետևում, այդ քարոզչության հետևում։ Ինչ սպառնալիքներ են պարունակում այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները։ Նախ դրանց ենք այն փաստը, որ պատկերացումները աղավաղվում են։ Ես կարող եմ ձեզ օրինակ բերել, որ վերջի զեկույցներից մեկում ազգային ժողովում ուռուցքաբանության վերաբերյալ ընտրվել է ընդամենը մեկ թիվ ամբողջ զեկույցից, որը ցույց էր տալի թվացial լավացում։ Ես կարող եմ նաև Ավանեսյանի ելույթից։ Այո, կարող եմ ես նույնիսկ այդտեղ ավելացնել եւ բացատրել, որ նույնիսկ այդ թիվը շատ կասկածելի է եւ կան բազմաթիվ ուրիշ բացատրություններ այն Ես խոսքը առանձնացրել եմ Տիկին Եղջյան։ Ավանեսյանը ասում էր, որ մեզ մոտ Հայաստանում 25 թվականի արդեն թարմացված վիճակագրական տվյալներով վաղաժամ մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 100,000 բնակչի հաշվով կազմել է 85.7% եւ ասում էր այս ցուցանիշը համեմատել էր 109-ի հետ։ Հաջորդ թիվը նշում է, որ չարորակ նորագոյացություններից մահացությունը դարձյալ 100,000 բնակչի հաշվով կազմել է 58.4, 18-ի համեմատ այն 75.60 էր, եւ սա համարում է նա չափազանց մեծ ձեռքբերում եւ ասում է սա միայն ընդամենը 25 թվականի մասին է, բայց 26 թվականի առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում ավելի լավ ցուցանիշներ են լինելու, բարելավելու են եւ այլն եւ այլն։
Այո, ես կարող եմ բացատրել ինչու՞մ է կոնկրետ այդտեղ պատճառը, ինչ նկարագրելը, ինչ ավելի վտանգավոր բաներ են կատարվում չարորակ ուռուցքներին վերաբերվող։ Սկսենք նրանից, որ չի ներկայացվել ամբողջական պատկերը նաև նախորդ տարիների։ Այսինքն այդ գրաֆիկից, այդ թվերից անհնարին է պատկերացնել արդյոք դա արդեն տարիների ընթացքում նկատվող թրենդ է եղել, թե դա իրոք եղել է վերջի մի քանի տարվա, այսպես ասած, ձեռքբերումը իրենց կողմից։ Մեկ կողմից դա, երկրորդը ուզում եմ այստեղ անպայման նշել, որ նույն ցուցանիշը Ամերիկայի Նահանգներում 20 տարվա մեջ ընդամենը իջել է 20%։ Եվ դա այն պայմաններում, որ ստեղ անցկացվել է շատ ագրեսիվ կանխարգելման միջոցառումներ, այստեղ եղել են սկրինինգի ծրագրեր եւ շատ ու շատ ավելին, եւ նաեւ բուժման տեսակետից շատ մեծ նորաձևություններ են մտցվել եւ նույնիսկ դա հաշվի առնելով 20 տարվա մեջ ընդամենը իջել է 20%-ով։ Այստեղ պնդում է կատարվում, որ ընդամենը 7 տարվա մեջ իջել է 23%-ով, որը ընդհանրապես հնարավոր չի։ Ուստի սկսում ես մտածել, ինչ կարող է լինեն հնարավոր պատճառները, իսկ դրանք բազմաթիվ են։ Պատճառներից մեկը կարող է լինել, որ դա ընդհանուր թրենդ է բոլոր երկրներում, ուղղակի քանի որ գիտությունը գնում է առաջ եւ նոր բաներ են ձեռնարկում, բոլոր երկրներում նկատվում են նմանատիպ պատկերներ, ներառյալ Վրաստանը, ներառյալ Ադրբեջանը։ Բացի նրանից, եթե գնանք հետ եւ նայենք պատմական տվյալներին, սկսած 2010 թվից, նրանք, որոնք հնարավոր է գտնել տարբեր միջազգային կազմակերպություններից, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ նախորդ տարիներում 2010 թվից մինչև 18 թիվը նույնպես իջեցում է նկատվել։ Այսինքն հանրապետությունը գնում էր ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ եւ եթե նրանք շարունակեին ուղղակի անել այն, ինչ որ արվում էր արդեն, շատ հնարավոր է, որ այդ պարկերը ուղղակի շարունակվեր։ Եվ վերջապես մի ուրիշ հանգամանք նաև վերջի տարիներում մարդիկ ավելի շատ հնարավորություն են ունենալ գնալ եւ արտասահմանում բուժվել եւ հետո գալ հետ Հայաստան եւ դա նշանակում է որ այդ լավացումը առողջական վիճակի արդեն ոչ թե Հայաստանի առողջապահական համակարգի ձեռքբերումն է, այլ այդ երկրների համակարգի արտացոլումն է այդ պացիենտների վիճակի։ Նաև կուզեմ այստեղ նշել այն, որ այդ վիճակագրական տվյալները մշակելուց անհրաժեշտ է հաշվի առնել բնակչության տարիքային կազմվածքը։ Դա ծայրահեղ անհրաժեշտ է անել, քանի որ այս հիվանդությունները ինչքան մարդ ավելի ծերանում է, այլքան շանսերը, որ նա այդ հիվանդությունը կձեռք բերի, ավելանում են։ Ուստի ինչքան դուք բնակչության մեջ ավելի մեծահասակներ ունեք, այդքան վտանգը շատ է, ինչքան ջահելներ դա քիչ է։ Ինչի եմ ես սա նշում, որովհետև ստաբիլ պատկեր ունեցող երկրներում սովորաբար այդ կազմը մնում է մոտավորապես նույնը։ Հայաստանում որոշակի բաներ են փոփոխվել վերջի քանի տարվա մեջ, որոնք կարող էին ազդել այդ կազմվածքի վրա։ Օրինակ, 2020 թվին կովիդից մահանում են մեծ մասամբ մեծահասակները, որը արհեստականորեն բարձրացնում էր ավելի ջահել հատվածի տոկոսային ներկայացությունը բնակչության ամբողջական պատկերի մեջ։ Երկրորդը մենք ունեցանք 2022 թվականին շատ մեծ քանակությամբ Ռուսաստանից եւ Ուկրաինայից բնակչություն եկավ, որը նույնպես ջահելություն էին։ Ուստի այս հանգամանքները հաշվի առնելով հնարավոր է, որ ուղղակի այդ սեգմենտը բնակչության աճեց եւ այն պատկերը, որ մենք տեսնում ենք, կարող է զուտ արտացոլել այդ փոփոխության պատկերը եւ առանց հաշվի առնելու այդ տարիքային բաշխվածության տվյալները հնարավոր չէ ճիշտ պատկեր ստանալ։ Իմ խորին համոզմամբ այս տվյալները, որ ներկայացված են, հիմնված չեն, հաշվի չեն առնում այդ տարիքային բաշխվածությունը, ուստի ես անձամբ այդ բոլոր ալտերնատիվ բացատրությունները հաշվի առնելով չեմ տեսնում այնտեղ ոչ մի մեծ առաջընթաց։
Բացի նրանից պետք է նշել, որ մի քիչ դա ավելի հավատալի կլիներ, եթե մնացած ցուցանիշները նույնպես ազանգեին լավացումների մասին, դա այդպես չէ։ Եթե նայել մնացած ցուցանիշների չարորակ ուռուցքներին վերաբերվող պատկերը բավականին տխուր է, մահացությունը մնում է վերջի 2-3 տարվա մեջ գրեթե նույն վիճակում, բայց դժվար է դեռևս ինչ-որ հստակ պատկեր ունենալ, մինչև մի քանի տարի էլ չանցնի, որպեսզի հասկանալ դա ուղղակի ինչ-որ ժամանակավոր տատանում է վիճակագրության տվյալների մեջ, թե դա լինելու է հստակ տրենդ դեպի լավացում։ Ինչ վերաբերվում է հիվանդացությանը, նա շարունակում է բարձրանալ, մանավանդ վերջի 3-4 տարվա մեջ, եւ չնայած նրան, որ սկրինինգի հետ միասին սպասվում է որոշակի բարձրացում, եթե նայում ենք առանձին ուռուցքների, թե ինչքան է բարձրացումը եղել եւ արդյոք դա սպասելի բարձրացում է, թե ոչ տոկոսային առումով, միանշանակ այդ բարձրացումը նաև ունի իր մեջ ուրիշ կոմպոնենտ, այսինքն դա իրոք ռիսկի բարձրացում է, դա իրոք հիվանդացության բարձրացում է, որոշ չափով սկրինինգով բացատրվող, բայց շատ տոկոսային առմամբ բավականին ցածր թվերի հետ գործ ունենք այստեղ։ Հիմա եթե այդ ամբողջ տվյալները չկան, մենք չենք կարող հասկանալ նաև դրան պատճառները, չէ՞, ավելանալու, շատանալու պատճառները։ Մենք պատճառների տեսակետից ես կարող եմ ձեզ ասել, որ երբ որ այսպիսի պատկեր դիտվում է մեծ քանակությամբ տարբեր քաղցկեղային հիվանդությունների, ապա սկսում ես փնտրել այն պատճառները, որոնք արդեն գիտականորեն ապացուցված է, որ դեր են կատարում այդ բոլոր ուռուցքներում։ Եվ երկուսը, որ մտքի են գալի, կարող ենք նույնիսկ 3-ը նշել, դա առաջի հերթին ծխելն է, երկրորդը դա աղտոտվածությունը, օդի եւ խմելը։ Այդ 3-ը, որ դեր են խաղում բազմաթիվ տարբեր ուռուցքների ռիսկում, ուստի կարելի է եւ Հայաստանում, ինչքան որ ես գիտեմ, վիճակը շարունակում է վատանալ օդի աղտոտվածության տեսակետից։ Այո, եւ դժբախտաբար մեր ժողովուրդը չի կարողանում պատկերացնել, որ օրինակ ձեզ բերեմ, եթե բոլորը դադարեն ծխել, 80-ից 90% թոքերի ուռուցքները ուղակի կանհետանան, չեն լինի այլևս։ Պատկերացրեք, ինչ ահռելի թվի հետ ենք խոսում։ Շատ նման ձևով, եթե օդի որակը լավանում է, ապա դրանով կարելի է կանխարգելել մոտ 30% թոքերի ուռուցքների։ Այսինքն մենք խոսում ենք իրոք այն քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել այսօր, նույնիսկ չունենալով շատ պատշաճ պատկեր, բայց իմանալով, որ վիճակը դեպի վատն է շարժվում, ոչ թե դեպի լավը։ Եվ ինչի է նաև կարևոր այդ տվյալների ճշգրիտ գրանցումը, որովհետև եթե դուք սկրինինգ եք ներդնում եւ ձև չունեք այն պատշաճ ձևով գնահատելու, ապա չեք իմանալու արդյոք այն ինչ որ դուք անում եք, գործում է թե չի գործում։ Եթե դուք հնարավորություն չունեք սկրինինգի դեպքում, օրինակ, ստանդարտ մոտեցումը այն է, որ դուք հետևում եք, տեսնեք, արդյոք պացիենտների որ տոկոսն է, որ ապրում է 5 տարի հետո, ապրում է 10 տարի հետո եւ պատշաճ ձևով եթե սկրինինգը կատարվում է, այդ թվերը սկսում են աճել, այսինքն ավելի ու ավելի շատ մարդ ավելի երկար է ապրում։ Բայց եթե դուք սկզբնականորեն չունեք ստանդարտ կենտրոնացված համակարգ այդ տվյալները հավաքելու, ապա նույնիսկ չեք կարողանալու սկրինինգը պատշաճ ձևով գնահատել։ Ամենալավ դեպքում ուղղակի կկարողանաք ասել քանի հիվանդ է, որ տոկոսն է բնակչության, որ սկրինինգից օգտվում է եւ այլն, բայց նպատակը դա չէ։ Նորից ուզում եմ շեշտել, սկրինինգի նպատակը նա է, որ շուտ ախտորոշումից հետո պատշաճ ձևով լինի բուժում եւ երկարացվի մարդու կյանքը, դա է նպատակը։ Ես ուզում եմ հասկանալ մի բան էլ, մի ճշտում էլ կատարել։ Սա ձեր կարծիքով դիտավորությամբ է արվում, թե ոչ պրոֆեսիոնալիզմի անփութության հետևանք է,
որովհետև մենք խոսում ենք որոշ տվյալների, վիճակագրական տվյալների ինֆորմացիայի մասին, որը բերում է հանգեցնում է քաղաքական մանիպուլյացիայի եւ ծածկադմփոցի։ Այն ինչ որ իշխանություններին ձեռք չի տալիս, հիմա նույն COVID-ի հետ կապված, 44-օրյա պատերազմի տվյալների հետ կապված, նույն ասենք քաղցկեղով հիվանդացությունների հետ կապված, տեսեք Նիկոլ Փաշինյանը օրինակ ամիսներ առաջ գնացել էր Գերմանիա եւ հայտարարել էր, որ արդեն Հայաստանում քաղցկեղը բուժում են, եւ Գերմանիայի իշխանությունը հիմա ինքնաթիռներով հետ է ուղարկում այնտեղ իրենց բուժումն անցկացնող մարդկանց, որոնք ունեն դեղորայքից կախվածություն, բուժման, պետք է անընդհատ հետևողական լինեն, կապի մեջ վերահսկողության տակ լինեն, հիմա ինքնաթիռներով մարդկանց ուղարկում են։ Ես ուզում եմ հասկանալ, այս ամեն ինչը դիտավորյալ է արվում, թե ուղղակի պրոֆեսիոնալ չեն։ Գերմանիան էլ ասում է գնացեք ձեր երկիրը բուժում է։ Այն դեպքում, երբ որ մենք նույնիսկ Հայաստանը անհրաժեշտ դեղորայքի խնդիր ունի, լրջագույն խնդիր, հազարավոր դեղորայքի հարց չի կարողանում, դեղորայքի տեսակների հարցը չի կարողանում լուծել։ Հիմա սա դիտավորյալ է, թե ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է։ Այն տվյալները, որոնց մասին դուք խոսում եք եւ որոնք Անահիտ Ավանեսյանը կամ իշխող ուժի առանձին ներկայացուցիչներ մանիպուլացնելով, որպես ձեռքբերում ներկայացնում են, իրենք քաղաքական դիվիդենդ են ստանում։ Հիմա կարող եմ մտածել, որ սա դիտավորյալ է արվում, դիտավորյալ են թաքցնում այդ տվյալները։ Ես կուզեի հավատալ, որ դա անփութություն է, բայց այս ամենից հետո չեմ կարող ուղղակի, որովհետև ինչպես դուք էլ նշեցիք, ես էլ նշեցի, հնարավոր չէ, որ մարդը ուղղակի անփութության պատճառով բոլոր հնարավոր թվերից, որոնք ցույց են տալի իրական պատկերը, կենտրոնանա մեկ թվի վրա, որը թվացial լավացում է ցույց տալի եւ փորձի դա ներկայացնել որպես մեծ ձեռքբերում։ Դա ուղղակի հնարավոր չէ հենց այնց լինի։ Դա իրոք ցույց է տալի դիտավորություն։ Այո, իմ կարծիքով դա նպատակադրված է արված, որովհետև եթե ու ես համոզված եմ, որ ձեր գոլեգաները հնարավորություն կունենան այդ հարցերը իրեն տալու, թող հարցնեն ուրիշ թվերի մասին, այո, ուրիշ վիճակագրական թվերի մասին, թող ինքը բացատրի, թե ինչով է պայմանավորված, որ վերջի 3 տարվա մեջ շագանակագեղձի հիվանդատությունը բարձրացել է 60%-ով։ Ես կուզեմ իր բացատրությունը լսել։ Ես ունեմ իմ պատկերացումը պրոֆեսիոնալ, ուզում եմ տեսնեմ ինքը ինչ պատասխանի։ Նույնը կրծքագեղձինը մոտ 20%, ինչքան հիշում եմ իմ հաշվարկներից, նույնը նաև թոքերի հիվանդացությունը, թող բացատրի, ես ուզում եմ լսել եւ տեսնել իր պատկերացումը եւ ինչի այս թվերը բոլորովին հաշվի չեն առնվում եւ ժողովրդին փաստորեն մոլորացնում են պատկերացում ստեղծելով, որ մենք գնում ենք դեպի լավը, ոչ մենք չենք գնում դեպի լավը ու չենք գնալու մինչեւ պետական մակարդակով որոշակի կանխարգելիչ բաներ չձեռնարկվեն։ Դուք որ ասում եք, դուք գիտեք դրա պատասխանը, կներկայացնեք։ Իհարկե, ինչպես նշեցի, ես մեկ կողմից դա սկրինինգի պատճառով որոշակի բարձրացում է, բայց ես կարող եմ օրինակ ձեզ բերել էլի նորից իմ մասնագիտական սֆերայից, երբ որ ներդրվել էր սկրինինգը Միացյալ Նահանգներում, մի քանի տարվա ընթացքում, մոտ 8 տարվա ընթացքում նրա utilization, օգտագործումը բարձրացել էր մոտ 60%, 40-ից 60%, այսինքն դա այն կանայքին, որոնք ամեն տարի, ինչպես խորհուրդ է տրվում, ունենում են մամոգրամաներ։ Նույնիսկ դա հաշվի առնելով 8 տարվա մեջ սկրինինգի պատճառով հիվանդացությունը բարձրացել էր 30%-ով։ Հիմա եթե մենք նայենք նման պատկերին Հայաստանում, ինչ է կատարվում տվյալների հետ, հաշվի առնելով, որ մամոգրաման ընդամենը սկսվել է որպես ծրագիր 21 թվականին, ես նկատի ունեմ լայնածավալ համեմատաբար, ոչ թե առանձին, այո։ Եթե նայեք վերջի զեկույցներում, ինձ թվում է դա կամ 22-24 թիվներ, եթե չեմ սխալվում, խոսում էր նրա մասին, որ մոտ 4% կանանց, որ մեկ տարվա ընթացքում է ունեցել սկրինինգը եւ մոտ հավելյալ 4.5%, ով որ ունեցել է 1-ից 3 տարվա ընթացքում, այսինքն մենք խոսում ենք շատ փոքր տոկոսի մասին։ Իսկ բարձրացումը եղել է մոտ 30%, այսինքն
Screening-ը չի կարող բացատրել այդ ձևի բարձրացումը։ Դա նշանակում է, որ բացի այդ հավելյալ հիվանդների, ովքեր սկրինինգով են բռնվել ավելի շուտ, կա նաև որոշակի վատացում ուրիշ պատճառներից։ Իսկ ուրիշ պատճառներից, ինչպես նշեցի, եթե նայենք, որ պատկերը վատանում է բազմաթիվ ուռուցքների համար, ոչ միայն կոնկրետ մեկի կամ երկուսի, ապա իմ կարծիքով այդտեղ մեծ դեր է խաղում օդի աղտոտվածությունը։ Դա շատ մեծ ուշադրություն է դարձում այդ խնդրին ամենտեղ, քանի որ արդեն մասնագիտորեն, արդեն գիտական աշխատանքներով ապացուցված է, որ շատ ու շատ ուռուցքների զարգացման մեջ աղտոտվածությունը շատ մեծ դեր է խաղում, եւ ինչի եմ ես սա նշում հատկապես, որովհետեւ մնացած ռիսկի գործոնները մարդու կամքից են, այսինքն մարդն է որոշում ծխի, չծխի, խմի, չխմի եւ այլն։ Բայց օդը այո։ Բայց օդը այն բանն է, որ բոլորը շնչում են, անկախ նրանից օդի որակը ինչ է, ստիպված են, եւ դա այն բանն է, որ մարդը ինքը չի լավացնելու։ Դա պետական ծրագիր պետք է լինի ուղղված այդ ամենին։ Այսինքն դա այն թիրախն է, որը իրականում նույնիսկ այսօր պետք է սկսել անել, չսպասել ոչ գիտական աշխատանքների Հայաստանում այդ գծով, ոչ սպասել, որ մարդիկ են ինչ-որ բան ձեռնարկելու, որովհետև դա արդեն ապացուցված է։ Մենք գիտենք, որ դա իր ներդրումը ունի քաղցկեղային հիվանդությունների զարգացման մեջ։ Ուստի ինչի ենք մենք սպասում։ Որոշ ժամանակ առաջ ուղղակի մեր քաղաքացիները, ոչ միայն երևանցիները, ահազանգ էին հնչեցնում, որովհետև խայտարակ վիճակ էր, հա, օդի աղտոտվածությունը ու որևէ բան չի արվել։ Ուղղակի ինչ որ ելույթներ էին, այսպես կենացների պես հնչեցվում իշխանությունների կողմից, ուրիշ ոչինչ։ Իսկապես մի քանի ամիս առաջ ահազանգ էր հնչեցվում։ Դա ահավոր պրոբլեմ է, նաև այդ պրոբլեմ այնպես չի, որ չի նշվել, դա նշվել է նաև կար շատ լավ պատրաստված գիտական աշխատանք 22 թվին տպագրված, որ հատուկ նշում էր այդ պրոբլեմը, ինչպես նաև նշում էր, որ եթե չեմ սխալվում, մոտ 50% էր նշվում, որ օգտագործում են խմելու ջուր, որի մեջ նաև ծանր մետաղներ կան, որոնք նույն ձևի կարող են բարձրացնել որոշակի ուռուցքների ռիսկը։ Այսինքն սա այն քայլերն են, որոնք առանց սպասելու մինչև մարդը դառնա գիտակից, ինքը իր վարքը փոխի, վարքագիծը եւ այլն իր առողջությունը լավացնի, սա պետք է արվի պետական մակարդակով։ Տիկին Եղջյան, ձեր ոլորտի կտրվածքով էլ ինչ խնդիրներ եք դուք տեսնում, մի քանի այլ հարցեր էլ ունեմ ապահովագրության ներդրված համակարգի մասին այլ հարցեր էլ ունեմ։ Դուք ձեր ոլորտային ինչ կարևոր խնդիրներ եք առանձնացնում, որ մեզ համար, այսպես ասած, շատ կենսական է այս պահին եւ պետք է ուշադրություն հրավիրել։ Ես կարող եմ իթեթև նաև նշել ոչ զուտ իմ մասնագիտական կենտրոնացման չարորոքների վերաբերյալ, բայց այդ զեկույցները նայելուց մի երկու բան, որոնք ուշադրությունս գրավեցին, կուզեի դրանք նշել, ինձ թվում է, որ ուռուցքաբանության տեսակետից արդեն որոշակի կարողացած ես համար պատկեր ստեղծել եւ մինչ անցնելը ուրիշ խնդիրների կուզեի նաև նշել այստեղ, որ մեր բժիշկները պետք է պատրաստ լինեն, ես շատ եմ վախենում պրոֆեսիոնալ տեսակետից, որ այս համակարգը կոլապսի է ենթարկվելու։ Ինչի եմ ես դա ասում, որովհետև մանավանդ վերջերս ներդված հավելյալ սկրինինգի պատճառով հիվանդների քանակը բարձրանալ է խստիկ, ես համոզված չեմ, որ մեր հիվանդանոցները հնարավոր պատրաստ են այդ քանակով հիվանդ ընդունելու եւ դա կունենա իր հետևանքները։ Մյուս խնդիրներին վերաբերվող կուզեի նշել մի երկու բան, քանի որ կախվածությունը թմրամոլության քանակը բարձրացել է վերջի քանի տարվա մեջ եւ այդ թվերն էլ են կեղծում։ Այո, այստեղ ուզեի նաև նշել, որ վերջի զեկույցը, որը կա մինիստրության հարթակում դրա վերաբերյալ, դա կներեք, ինձ թվում է դա ստատիստիկական կենտրոնից էր, զեկույցներից հարթակից մեկում 22 թվին է եղել, 22 թվից այս կողմ տվյալներ ես չգտա,
Բայց հաշվի առնելով թմրամոլության բարձրացումը անմիջապես հարց է կանգնում նաև գեպատիտների B եւ C գեպատիտների տարածվածության հիվանդացության մասին եւ սպիդը։ Եվ այստեղ նույնպես թվերը ցույց են տալի, որ պատկերը գնում է դեպի վատացում, ինչը սպասելի է, եւ դա իրոք վտանգ է սպառնում առողջապահական համակարգի համար, որովհետեւ ուղղակի պատկերացրեք մի վիճակ, երբ որ հիվանդը գալիս է, կարող ենք ասել օրինակ ատամնաբուժի մոտ եւ ատամնաբուժը տեղյակ չի, որ այդ հիվանդը ունի նման ինֆեկցիաներ եւ դա կարող է առիթ դառնալ տասնյակ ուրիշ հիվանդների վարակի։ Ես դա անձամբ տեսել եմ նման վիճակ, երբ որ սովորել եմ Օհայոյում, բժշկական հիմնարկներից մեկում, հենց դա էլ կատարվեց եւ տասնյակներով հիվանդներ վարակվեցին։ Սա պետք է հսկողության տակ լինի, շատ խիստ գրանցման, հսկողության եւ ես համարում եմ, որ ինչպես շատ ու շատ ուրիշ երկրներում, որտեղ մարդկանց երկիր գալու ժամանակ տրվում է որոշակի ժամանակահատված, լինի դա 2 շաբաթ, լինի դա մի ամիս, բայց իրենք պարտավոր են անցնել ստուգում, անպայման ստուգում, որպիսի նման ինֆեկցիաներ չունենան։ Դա առողջապահության տեսակետից։ Նույնը վերաբերվում է նաև տուբերկուլոզին, քանի որ ռեզիստենտ տեսակները, այսինքն նրանք, որոնք բուժման հեշտությամբ չեն ենթարկվում, շատ մեծ պրոբլեմ են եւ Հնդկաստանում, որը առաջին տեղում է ամբողջ աշխարհում այդ պրոբլեմի տեսակետից, եւ Պակիստանում, եւ Չինաստանում։ Այդ հիվանդները վարակիրները կարող են գան երկիր առանց իմանալու, որ իրենք հիվանդ են, բայց այնուհետև եթե ակտիվ ինֆեկցիայի этаպը սկսվի, իրենք վարակելու են մինչև նույնիսկ իմանալը, որ իրենք այդ վարակը ունեն։ Եվ ապա երկու հարց է առաջանում, առաջինը, ինչի ենք մենք վտանգում մեր բնակչությունը եւ չենք ձեռնարկում պատշաճ ստուգում, երբ որ նման մարդիկ գալիս են երկիր, եւ երկրորդը ով է հոգսը տանելու իրենց բուժման։ Դա էժան բուժում չի, դա լինելու է ամբողջ կյանքում բուժում, ով է անելու դա, մեր պետությունը, Հայաստանն է դա անելու, թե ուղարկելու են հետ իրենց երկիրը։ Այդ բոլոր հարցերին պատասխան պետք է լինի հստակ, մանավանդ որ Հայաստանում վերջապես, եթե հավատանք տվյալների, տուբերկուլոզի վիճակը իրոք լավանում է եւ դա շատ լավ է, բայց եթե մենք չձեռնարկենք որոշ քայլեր սահմանափակելու հնարավոր ինֆեկցիաների ներբերումը երկիր, ապա մենք հետ ենք վերադառնալու այն պատկերին, որը եղել է մինչ այդ։ Այդ մի երկու բանը կուզեմ։ Թարմացվել են արժանահավատության մասին չեմ կարող կոնկրետ ասել առանց իմանալու ինչպես են տվյալները հավաքվում, բայց եթե տվերին հավատանք ու հաշվի առնենք այն, որ տուբերկուլոզի վերաբերյալ եղել են ծրագրեր, նպատակավորված, թիրախավորված ծրագրեր են եղել, ինձ թվում է դա հնարավոր է, որ արտացոլի իրական պատկերը։ Քանի որ քաղցկեղինը խեղաթյուրվում է, դրա համար եմ հարցնում։ Տիկին Եղջյան, ես ինչպես նշեցի մեր խոսքում էլ, այո, կա այդ վտանգը Պակիստանից, Հնդկաստանից, ի վերջո ժողովրդագրական բան է, պատկեր է փոխվել, որոշակի միգրանտների հոսք է եղել, նաև COVID-ով պայմանավորված, նաև Ուկրաինայի պատերազմով պայմանավորված, Իրանի պատերազմով պայմանավորված պատկերը ինչպես հասկանանք եւ այլ երկրներում օրինակ ինչպես են դա վերահսկում։ Հիմա օրինակ Քավլիցի դեմ չեմ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ պետք է ապրեն համակեցություն կա, աշխատուժի տեղաշարժ է լինում, միգրացիա է լինում, բայց վերահսկողություն չկա։ Հիմա օրինակ ազգության պակիստանցիներ, հնդիկներ, չգիտեմ, Միջին Ասիայից տարբեր երկրներից գալիս են եւ իրենք սպասարկման, սննդի սպասարկման ոլորտում են ներգրաված։ Հիմա ասենք որպես քաղաքացի ես պատվեր եմ կատարում եւ առաքիչը այլ երկրի, այլ ազգության ներկայացուցիչ է։ Ես ինչ իմանամ, պետությունը վերահսկում է թե չէ։ Ես ինչ իմանամ, նա վարակի կրող է թե ոչ։ Այլ երկրներում ինչպես են դա վերահսկում։ Ես կոնկրետ կարող եմ խոսել ԱՄՆ-ի հաշվով, այստեղ ցանկացած մարդ, որը երկարատև նպատակով գալիս է երկիր,
Նրան տրվում է ներառյալ ուսանողներին, նրանց տրվում է ժամանակահատված, եթե չեմ սխալվում, 2 շաբաթեր իմ ժամանակ, երբ որ ես էի որպես ուսանող եկել, որպեսզի իրան գնան եւ տեստավորում անցնեն եւ համոզվեն, որ չունեն ինֆեկցիաները այդ մակարդակի։ Վարակները, այո։ Եթե պոզիտիվ պատասխան է լինում, ապա հավելյալ տեստեր են անցնում եւ այլն։ Բացի դրանից կա նաեւ ռեգիստր որոշակի հիվանդությունների, ինչպիսին են գեպատիտը, ինչպիսին է տուբերկուլոզը, որտեղ գրանցվում են բոլոր, դա պարտավոր են բոլոր բուժական հիմնարկները, որոնք նման հիվանդներ տեսնում են, կենտրոնացված պարտավոր են բոլոր նահանգների առողջապահության համակարգին կենտրոնացված հրապարակեն այդ տվյալները եւ կենտրոնացված այդ ամեն ինչը պահվում է, որպիսի վերահսկվի։ Ձեր վերած օրինակում, քանի որ այդ համակարգը ես տեղյակ չեմ աշխատում է Հայաստանում թե ոչ, ես կասեի երևի ոչ, լուծումներից մեկը, որը ամենաարագը երևի թե կլիներ թվացial, դա կլիներ այն, որ ոչ մի գործատու իրավունք չունենար վերցնել աշխատանքի որևէ մեկին առանց այդ երկրներից առանց տեստավորման։ Այսինքն իրանք պարտավոր կլինեին ապահովել տեստավորում, որ առնվազն այդ վարակիչ հիվանդություններից համոզվեին, որ մարդը չունի, եւ եթե հանկարծ պարզվեր, որ իրենք ունեն պոզիտիվ արդյունք, ապա մշակվեր հետագա քայլերը։ Հետ է ուղարկվում մարդը իր երկիր բուժվելու, թե այդ գործատուն իր վրա է պատասխանատվությունը վերցնում բուժելու, դա արդեն ուրիշ պատմություն է, բայց դա կլիներ առնվազն ինչ որ պետք է արվի այս մինիմալ պահին։ կանխարգելիչ բան։ Մի օրինակ սարսափելի փաստի մասին խոսել է ոլորտի մասնագետ Անուշը Պողոսյան 168 ժամով նույնիսկ հատուկ թողարկում արեց, ահազանգը հնչեցրեց, փաստորեն Հայաստանում սպերմայի դոնորների ռեգիստր չկա, ոչ ոք չգիտի ովքեր են դառնում դոնորներ, նույնիսկ խոսում են 6-7 դոնորի մասին ընդամենը, եւ վտանգն այն էր, այն սարսափելի փաստը, որ կարող են մի քանի տարի հետո մեծանա, ծնվի գա մի սերունդ Հայաստանում, որը գենետիկորեն քույր ու եղբայր է լինելու իրար։ Այս վտանգի մասին, ես չգիտեմ, դուք պատկերացնում եք, մենք թվերից ենք խոսում, բայց պարզվում է Հայաստանում այդ սպերմայի դոնորների ռեգիստր նույնիսկ չկա։ Ոչ ոք չգիտի ովքեր են դոնորներ դառնում։ Կոնկրետ քանի դուք խոսում Սա եք ազգային անվտանգության հարց է, չէ՞։ Այո, մի բան մտքովս անցավ, բացի գենետիկ այդ մասից խնդրեմի, որ եթե խառնվում է ուրիշ ազգերի գենետիկ պատկերը, ապա մենք ժամանակի ընթացքում կորցնելու ենք մերը։ Բայց դա մի կողմ դրած, ինչը ինձ անհանգստացեց ձեր ասածի մեջ, նաև նա է, որ ինչպես է հսկվում ինֆեկցիաները, նույնիսկ հետ գնանք այդ օրինակին, քանի որ ես չգիտեմ, երևի Հայաստանում նույն ձևի է գործում, այստեղ եւ սպերմայի եւ արյան դոնոր լինելու համար որոշակի վաստակ են ստանում գումարային տեսակետից։ Եվ եթե հաշվի առնենք, որ թմրամոլները օր ու ցերեկ փողի աղբյուր են փնտրում, որպեսզի կարողանան իրենց պահանջները բավարարել, այս պատկերի մեջ վտանգը բարձրանում է, որ այն մարդիկ, որոնք գալիս են սպերմա տալու, կարող են նաև լինեն թմրամոլերի զանգվածից եւ արդեն ունենան այդ ինֆեկցիաները եւ փաստորեն սպերման տալով կարող են վտանգ սպառնալ այն կանանց, որոնք դրա ընդունողն են լինելու փաստորեն։ Բայց նաև վտանգավոր է այն, որ ընդամենը 6-7 դոնորի մասին են խոսում ամբողջ Հայաստանում։ Հատկապես, օքեյ։ Ես կարծեցի, որ ասում եք դա մասշտաբային պատկեր ունի։ Այսինքն Հայաստանում 6-7 դոնորի մասին են խոսում։ Դեպքում ես կարող եմ ձեզ գենետիկայի տեսակետից դրա վտանգը բացատրեմ այն առումով, որ եթե իրար հարազատ մարդիկ առանց իմանալու ընտանիք կազմեն, երեխաներ ունենան, այդ երեխաների մոտ հնարավորությունները, որ կլինեն բարդություններ եւ որոշակի հիվանդություններ, կտրուկ բարձրանում է։ Դա ուղղակի գենետիկայի օրենքն է։ Այդ էր պատճառը, որ
պատմականորեն շատ վաղուց գիտենք, որ քուր եղբայր կարող էին ամուսնանալ եւ այլն, բայց նաեւ պարզ էր, որ այդ ամուսնություններից շատ ծնվում էին երեխաներ, որ մահանում էին, որ դեֆեկտներ էին ունենում եւ այլն եւ այլն։ Եվ ձեր վերածօրինակից դա հնարավոր պատկեր է, եթե առանց իմանալու քուր ու եղբայր, որոնք սպերմայի դոնորից եղել են ծնվել են այդ ճանապարհով, ապա դա կարող է դառնալ ժամանակի ընթացքում, Դա իհարկե դա այն բանը չի, դա որ մի մի երկու տարվա սերունդի մեջ կարող է, կլինի։ այսինքն սերունդի համար Այո, կարող է կոնկրետ սպառնալիք լինել։ Տիկին Եղջյան, ուզում եմ խոսենք նաև ապահովագրական այս ծրագրի, հա, ապահովագրության մասին, որ ներդրվել է եւ մասնագետները տարիներ շարունակ փորձում էին շատ աշխատանք էին տանում, որպեսզի զգուշ անեն, որպեսզի չվնասեն համակարգին, որպեսզի նոր ներդրվող համակարգը սխալներից զերծ մնա, ոլորտը ցնցումների չենթարկվի։ Փաշինյանի իշխանության զավթումից հետո, այդ գունավոր հեղափոխությունից հետո ինչ տեղի ունեցավ, ցանկացած բան վերցնում են առանց երկար բարակ մասնագիտորեն մտածելու, ներդնում են միայն թե ինչ որ կարողանան դրան մարդկանց, չգիտեմ, ձայներ կորզեն, ինչ որ բան անեն։ Հիմա այս ընտրություններում ամենաշատը օգտագործվեց, ինչու էր Ավանեսյանը հատկապես առաջին պլանում, այդ ապահովագրության համակարգի թեման շահարկվեց, չնայած մասնագետները ահազանգեր են հնչեցնում, որ սխալ հաշվարկների պատճառով ապահովագրական բյուջեն ինչպես է սպառվում, պահուստային ֆոնդերից կառավարության ներարկումներ են անում միլիոնավոր գումարներ, որպեսզի չպայթի, հա, գոնե փորձում էին այս քարոզարշավի ընթացքում կարողանան մարդկանց ձայները շահել դրանով, այո, օգտվում են, բայց խնդիրներ ունեն բուժաշխատողները, պոլիկլինիկաները դարձել են հերթերի եւ բյուրոկրատիայի պատանդ այս ամեն ինչի արդյունքում, քաղաքացիները մի մասը գոհ է, մեծ մասը գոհ չէ, որովհետեւ խնդիրներ են առաջանում, բուժհաստատություններից մասնագետները ուզում են թողնել դուրս գալ, որովհետեւ ծանրաբեռնվածությունը շատացել է, աշխատանքը շատացել է, մարդկանց հոսքերը շատացել են, բայց վարձատրությունը նվազել է ընդհակառակը, հա։ Ուզում եմ ասել, այս համակարգը, որ այսպես հապշտապ դրեցին քարոզչական նպատակով, շատերը ասում են, որ դա պայթելու է, որտեղ սպառվել է այդ գումարը, անընդհատ ինչ որ գումար են ներարկում։ Սրա վտանգը, խնդրեմ։ Ես համաձայն եմ այդ պատկերի հետ, որ դա վտանգ է ներկայացնում եւ ուշ թե շուտ դա պայթելու է։ Միանշանակ, մանավանդ եթե չեն ձեռնարկվում քայլեր առաջնային կանխարգելման ուղղությամբ, որովհետև դա նշանակում է, որ հիվանդների հոսքը շարունակելու է բարձրանալ, շարունակելու է բեռնվածությունը բարձրանալ բժիշկների մոտ, երկարելու է այն ժամանակը, որից պացիենտը ստանում է դիագնոզ եւ հնարավորություն է ունենում բուժվել, որը անդրադառնալու է պացիենտների վերջնական արդյունքների վրա։ Ինչքանով ես տեսնում եմ, չկա վերահսկիչ համակարգ, որը որոշեր արդյոք այն բոլոր տեստերը, որ գրվում են կոնկրետ մարդու համար իրոք անհրաժեշտ են, թե կան նաև ինչ-որ փորձեր օգտվելու սիստեմից։ Ինչի եմ ես դա ասում, որովհետև դա հայտնի պրոբլեմ է ԱՄՆ-ում, երբ որ իմանալով, որ հիվանդը ունի insurance, ուղղակի նշանակում են, մի տեստը մյուսի հետևից նշանակում են, որպեսզի փողը ստանան, բայց ինքը insurance-ը նաև ունի մասնագետներ, որոնք իրենց կողմից որոշում են կայացնում, արդյոք այդ անհրաժեշտ էր թե ոչ։ Եվ եթե ոչ, կամ դա ուղղակի չի արվում, կամ գինն է իջացվում եւ այլն, ապա իմ հարցը այն է, թե ով է վերահսկում դա, ով է վերահսկում, եթե տվյալ հիվանդի համար արդյոք այն բոլոր նշանակված տեստերը, որ արվել են բժշկի կողմից, իրոք անհրաժեշտ են եղել թե ոչ, թե հնարավոր է որոշից ձեռնպահ մնալ եւ գինը այդ ձևով քչացնել։ Այստեղ նաև հարց է ծագում, արդյոք պատրաստ է համակարգը նորից գնալով հետ ուռուցքաբանությանը այդ քանակով հավելյալ ուռուցքներով հիվանդներ բուժելու։ Արդյոք դա հնարավոր է լինելու։
Օրինակը կարող եմ նորից բերել շագանակագեղձի քաղցկեղը, որը վերջի մի տարվա մեջ 42% է հիվանդացությունը բարձրացել, վերջի 3 տարվա մեջ 60%։ Հիմա պատկերացրեք, որ եթե դա շարունակվի այդ ձևով, այդ հիվանդները, չնայած մեծ մասը կարող է լինի սխալ դիագնոզի հետևանք, քանի որ այդ տեստը, որ օգտագործվում է, նաև կարող է բարձրացած լինել ուրիշ հիվանդությունների ժամանակ, բայց դա նշանակում է սկրինինգը անցար, ստացար պոզիտիվ ռեզուլտատ, ապա պետք է գնաս անես կամ բիոպսիա կամ ուլտրազվուկով հետազոտություն եւ այլն եւ այլն։ Եվ դա ծանրաբեռնելու է բոլոր, նույնիսկ մինչև վիրահատություն կամ բուժում հասնելու этаպը արդեն ծանրաբեռնվածություն է առաջացնելու։ Եվ արդյունքում կստացվի այնպես, որ այն հիվանդը, որ իրականում վատ վիճակում էր եւ պետք է շտապ ստանար բուժօգնություն, հիմա ստիպված է սպասել։ Իսկ այդ սպասելու արդյունքը լինելու է վատ բուժման արդյունք եւ պատկերը կսկսի վատանալ։ Այսինքն բոլոր անցուցանիշները, որ արդեն վատ են այսօրվա դրությամբ, կշարունակեն վատանալ նույնիսկ ավել։ Եվ ես իրոք խղճում եմ մեր բժիշկների, որոնք աշխատելու են այդ բնակավարում, որովհետև այդ ռեժիմը առանցնել մանավանդ ուռուցքաբանության, դա ոչ միայն ֆիզիկապես ծանր է, բայց հոգեբանապես շատ ծանր է այդ հոսքով ընդունել նման ծանր հիվանդներ, որոնց ամեն անգամ պետք է բացատրվի պատկերը եւ այլն, դա շատ մեծ ծանրություն է դնելու իրենց ուսերին։ Տեսնենք Տիկին Եղջյան, ինչպես դուք նշեցիք, որպես գիտնական շատ կարևոր է, որպեսզի որևէ ոլորտում, եթե ուզում ես հաջողության հասնես, նախ ինքդ քեզ չխաբես, հասարակությանը չխաբես, այսինքն կեղծ տվյալներ չներկայացնես, սխալ ախտորոշում չանես, որ հետո կարողանաս դու ազնիվ լինես, կարողանաս հասկանալ ինչպես ես խնդիրը լուծում։ Մենք հիմա մի խայտարակ վիճակում ենք, փաստորեն ամբողջ տվյալները աղավաղվում է կամ անտեսվում են, չեն ներկայացվում պատկերը միջազգային կառույցներն էլ, քանի որ քաղաքական, այսպես կա աշխարհաքաղաքական շահեր կան, քիչ պահանջկոտ են Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարության նկատմամբ, մենք այստեղ էլ ենք դժում, նախորդ իշխանությունների նկատմամբ, օրինակ ավելի խստապահանջ էին զեկույցների նկատմամբ, չէ, այսպես ասած տվյալների բազաների թարմացումների նկատմամբ, հիմա այսպես մատների արանքով են նայում, ինչպես ընտրությունները կեղծվում են, ձայներ են գողանում, միջազգային հանրությունը, հատկապես արևմուտքը ձայն չի անում, նույնն է այստեղ։ Հիմա մենք հիմա էլ մարդկանց մոլորեցնում են, որ տեսեք, հիմա չգիտեմ, նոր մամոգրաֆներ ենք բերում, խոստանում են 10 նոր մամոգրաֆ, էս ենք անելու, չգիտեմ, են ենք անելու սկրինինգային մշակույթի միջոցով իբրև թե կանխարգելելու են, բայց սա դուք էլ արդեն նշեցիք, սա ընդհանրապես այսպես շղարշ է, մանիպուլյացիա է, սուտ է, ընդհակառակը խորանում են ոլորտի խնդիրները։ Այո, եւ ես խորհուրդ կտայի իրոք ձեր գոլեգաներին, բացի այդ ճեպազրույցների ժամանակ կոնկրետ հարցեր տալ։ Հիվանդացությունը բարձրանում է, ինչպես եք դուք դա բացատրում։ Ոնց եք դուք դա գնահատում որպես լավացում, եթե թվերը ցույց են տալի հակառակը։ Մոտավորապես գիտեմ պատասխանը նախարարի, բայց կփորձենք այդ հարցի պատասխանն էլ ստանալ։ Վերջում Տիկին Եղջյան, մենք իհարկե հնարավորություն կունենանք, ձեզ հետ այլ առանձին մասնավոր հարցեր էլ քննարկել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել, ես տեսա ձեր աշխատանքներից, թե ինչ ծանրաբեռնվածություն ունեք, բայց վերջում մի բան կուզեմ, քանի որ հետևում եք գիտական նորություններին, աշխարհում ինչ նոր հայտնագործություններ կան քաղցկեղի բուժման ոլորտում, ինչ որ նոր բաներ, նորարարություններ, որ գուցե մեզ ծանոթ չէ դեռևս, ինչ որ նոր գիտական բաներ կան, նորություններ, որ կարող եք փոխանցել մեր հեռուստադիտողին։ Բուժման տեսակետից կդժվարանամ շատ ամփոփիչ պատասխան տալու, քանի որ դա կոնկրետ իմ մասնագիտացումը չի, բայց կարող եմ ձեզ ասել, որ հայտնաբերման նպատակով շատ նոր ծրագրեր են արվում, որպիսի օգտագործել ավելի մատչելի ու ավելի ճշգրիտ մեթոդներ վաղաժամ հայտնաբերման համար։ Այո, այդ մոտեցումներից շատերը դեռ ընթացքի մեջ են, կա մեկը, որ ես ճիշտն ասած, երբ որ փորձեցի ինֆորմացիան գտնել, թե ինչպես են հավաքվում հաստ աղիքի
սկրինինգը անցկացնել, ինֆորմացիան չգտա, բայց կա մի մեթոդիկա, որը ինձ թվում է շատ օգտակար կլիներ առողջապահության համակարգին ծանոթանալ դրա հետ, եթե արդեն չի արվում շատ հասարակ տեստ է, որը թույլ է տալի շատ հեշտությամբ մեծ մասամբ հիվանդների մոտ ախտանշանները գտնել ժամանակին, ուստի դա միգուցե նրանցից է, որ պետք է լիներ ուղղակի ուշադրություն դարձնել Դա որ մոտակա թեստն ժամանակ։ է։ Դա կոչվում է Cologuard տեստը, ինքը ուղղակի հիվանդը հավաքում է ինքը նմուշը, ուղարկում է կոնկրետ տրվում է եւ ամանը եւ ամինչը շատ հեշտ տեստ է եւ ուղարկում է կենտրոնացված վերլուծության համար։ Պետք չէ ոչ մի նախապատրաստում, ոչ մի ինվազիվ տեխնոլոգիաներ, որպեսզի շատ ավելի հեշտ է ընկալվում հիվանդների կողմից, քան հիմիկվա ինչ-որ գոյություն ունի։ Այսինքն արդեն այդ թեստերը արվում են ինչ-որ երկրներում։ Աղուց օգտագործման մեջ է արդեն այստեղ, այո, եւ շատ լավ է ընդունվում բնակչության կողմից։ Եվ թանկ են դրանք։ Մատչելի են թե թանկ են բնակչության։ Դրանք փակվում են անդադ մոռանում եմ բառը insurance-ի կողմից դրանք ապահովագրության կողմից։ Ապահովագրության կողմից դրանք փակվում են։ Հետաքրքիր է։ Շնորհակալ եմ Տիկին Եղջյան հետաքրքիր զրույցի համար, բավական ինֆորմացված։ Մենք կապի մեջ կլինեմ, կխնդրեմ նաև, երբ որ դուք եք հետևում, ինչ որ խնդիրներ կան, ահազանգեք մեզ, կփորձենք նաև լուծումների մասին խոսել, հուշել։ Եթե իհարկե այս կառավարությունը փորձում է, ինչ որ գործ անել, ոչ թե թվեր ցույց տալ, չգիտեմ, մանիպուլյացիաներ անել։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Միացյալ Նահանգներում բնակվող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակից բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էպիդեմիոլոգիայի դոկտոր պրոֆեսոր Լուսինե Եղջյանի հետ։ Կրկին հիշեցնեմ նրա կենսագրությունը, նա սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նա իր դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Միացյալ Նահանգների Օհայոյի նահանգի Ցինցինատիի համալսարանում, որին հաջորդել է 4-ամյա հետդոկտորական վերապատրաստումը չարորակ ուռուցքների կանխարգելման եւ վերահսկողության բնագավառում Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Սայթմանի քաղցկեղի կենտրոնում։ 2013 թվականից նա աշխատում է Ֆլորիդայի համալսարանում որպես դասախոս եւ գիտական աշխատող։ Նա ունի 23 տարվա փորձ առողջապահության եւ քաղցկեղային հիվանդությունների էպիդեմիոլոգիայի ոլորտում։ Շնորհակալ եմ Տիկին Եղջյան կրկին զրույցի համար։ Շատ շնորհակալություն Սարիկ ջան։ Հարգելի հետևորդներ, կհանդիպենք, հաջողություն ձեզ։